Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիր սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նպատակն է բարելավել պաշտոնատար անձանց նշանակման և առաջխաղացման գործընթացներում թափանցիկությունը և անձնական իրավունքների պաշտպանությունը։ Նախագծով առաջարկվում է եզրակացությունների միայն եզրափակիչ մասի հրապարակում, թեկնածուների մասնակցության գործընթացի ամրագրում և իրենց առարկությունների հրապարակման հնարավորության սահմանում։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Մի խումբ պաշտոնատար անձանց նշանակման և առաջխաղացման գործընթացում առաջարկվում է նախատեսել նոր կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի հրապարակային դարձնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարկության վերաբերյալ թե բացասական, թե դրական եզրակացության համապատասխան մասը։ Ըստ էության կկարգավորվի մի շատ կարևոր խնդիր, որ կապահովի մարմինների հաշվետվողականությունը պաշտոնայում նշանակում կատարելիս, ինչպես նաև կապահովի թափանցիկությունը ընդհանուր պրոցեսում։ Այստեղ խոսքը գնում է մի շարք կարևոր խումբ պաշտոնների համար, ինչպիսիք են օրինակ դատավորները, դատախազները, քննիչները, ԲԴԽ անդամները եւ այլն։ Բարեվարկության ուսումնասիրությունը ըստ էության իրականացում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եւ ինքը ենթադրում է իրենից մի շարք գործընթացներ եւ ըստ էության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է տվյալ պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի, գույքային դրության հետ կապված հարցեր, անդրադառնում է տվյալ պաշտոնատար անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքին, անդրադառնում է քաղաքացիական վեճերով պատասխանող կամ այսօր լինելու հանգամանքին եւ այլն։ Պաշտոնյաների թվում են քննիչները, քննչական մարմինների ղեկավարները, տեղակալները, դատախազները, գլխավոր դատախազը, տեղակալները, դատավորները, այդ թվում Վճռաբեկ դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Սահմանադրական դատարանի դատավորները։ Սա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն է տալիս իրականացնելու բարեվարկության ամբողջական ստուգում։ Այլ հարց է, թե գործնականում իրականացման ընթացքում ինչպիսի խնդիրների կարող է հանձնաժողովը հանդիպել տարբեր հանգամանքներով պայմանավորված, սկսած տեղեկատվության ոչ հասանելիությունից, ոչ ամբողջական լինելուց եւ մինչեւ գործիքակազմի, օրինակ, ոչ բավարար, այսինքն գործիքակազմ, թեպետ վերջին փոփոխություններով հանձնաժողովին բավականին լուրջ գործիքակազմ է տրվել այս առումով։ Հանձնաժողովը իրավասու է հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց եւ ոչ միայն բարեվարկության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել։ Անձին իր բարեվարկության վերաբերյալ եզրակացության կազմման գործընթացին ավելի ակտիվ մասնակցելու հնարավորություն կտրվի։ Վերջինս հնարավորություն կունենա մինչև վերջնական տեսքով եզրակացության կազմումը, գրավոր առարկություններ, պարզաբանումներ եւ այլ անհրաժեշտ նյութեր ու տեղեկություններ ներկայացնելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Սա այն լրացուցիչ երաշխիքներից մեկն է, որ հակակշռում է եւ հավասարակշռում է տվյալների հրապարակայնությանը ու հրապարակմանը։ Անձը ըստ էության հենց բարեվարկության եզրակացությունների կազմման փուլում ներգրավված է լինելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եւ երբ որ անձի վերաբերյալ լինի բացասական եզրակացություն, այս բացասական եզրակացության նախագիծը կներկայացվի տվյալ անձին։ Իսկ անձը հնարավորություն կունենա արդեն նախագծին ծանոթանալու, հասկանալու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վերհանված խնդիրները եւ հնարավորություն կունենա արդեն այդ բացասական եզրակացության նախագծի վերաբերյալ ներկայացնելու իր դիրքորոշումը։ Եվ այստեղ անձը կարող է ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ, լրացուցիչ փաստաթղթեր, որոնք եթե ինչ-որ հանգամանքի հետ ինքը համաձայն չի լինի, կապացուցի իր մոտեցումը խնդրի վերաբերյալ։ Ու արդեն այս փուլում, երբ որ անձը կներկայացնի իր դիտարկումները եւ առաջարկությունները, դրա հիման վրա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կներկայացնի արդեն բարեվարկության եզրակացության վերջնական տարբերակը, որը կներկայացվի եւ անձին եւ կներկայացվի համապատասխան պաշտոնում նշանակման իրավասություն ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին։ Պաշտոնի հավակնորդը իր առարկությունը, պարզաբանումները եւ այլ նյութեր ներկայացնելու համար կունենա եռօրյա ժամկետ։ Իրավաբանների հայկական ասոցիացիան տարիներ շարունակ բարձրաձայնել է խնդիրը, որ առկա իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս գնահատել կիրառվող գործիքակազմի արդյունավետությունը։ Այս օրենսդրական փոփոխությունների շրջանակներում, որտեղ նախատեսված է եզրափակիչ մասի փոփոխությունը, սա գոնե որոշ առումներով արդեն հնարավորություն կտա մեզ
քաղաքասարակության կազմակերպություններից, փորձագետներից հասկանալու այս գործիքակազմի արդյունավետությունը ու նաև հասկանալու, թե պետական մարմիններն ըստ էության ոնց են վերաբերվում նաև մյուս մարմինների կատարած աշխատանքներին։ Մենք իհարկե հասկանում ենք, որ սա խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթ է, բայց նաև հասկանում ենք, եթե պետական եւ հանրային միջոցներ ու ռեսուրսներ են ներդրվում այս գործիքակազմերի գործարկման ապահովման ուղղությամբ, նաև պետք է հասկանալ, որ խորհրդատվական բնույթ ունենալը դեռ չի նշանակում, որ ամբողջությամբ պետք է դա շրջանցել կամ զուտ ընդունել ի գիտություն կամ որոշակի չգրված, այսպես կանոններ, որ պետք է հասկանալ, եթե այո, օրենքի տեսանկյունից, համանadrության տեսանկյունից հանձնաժողովի որոշումները չեն կարող պարտադիր կատարման ենթակա լինել, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ այդ որոշումները էական դեր պետք է խաղան անձի պաշտոնի նշանակման առաջխաղացման հարցում։ Տարիներ շարունակ քննարկումների ընթացքում եզրակացության հրապարակմանը ի հակադրություն մատնանշվել է անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը, որպես միջանկյալ լուծում ի վերջո ընտրվել է դրա միայն եզրափակիչ հատվածի հրապարակային դարձնելու կարգավորումը, սակայն չի հրապարակվի այն թեկնածուների վերաբերյալ եզրակացությունները, որոնք չեն նշանակվել Ես այս մասով չէի շտապի նախագծում հստակ ամրագրել, որ այն սուբյեկտները, որոնք չեն նշանակվում այս պաշտոնում, նրանց վերաբերյալ եզրակացությունները չպետք է հրապարակվեն։ Հիմնավորումները ենթադրումը պետք է լինի այն, որ եթե անձը չի նշանակվել պաշտոնի, հետևաբար պետք չի հանրությանը տեղեկացնել, օրինակ, իր բարևարկության վերաբերյալ, այստեղ խնդիրը պաշտոն զբաղեցնող անձանց մասով է, բայց միևնույն ժամանակ կարծում եմ սա քննարկման առանձին առարկա պիտի հանդիսանար, որպեսզի պարզ դառնար։ Օրինակ, շատ դեպքերում մեզ մոտ հարց է ծագում, թե ինչու այս կամ այն մասնագետը, որը ենթադրենք իր ոլորտում բավականին կայացած է, շատ լուրջ փորձառություն ունի եւ այլն, ինչու չի նշանակվում պաշտոնում եւ հակառակն է լինում։ Հիմա եթե չեն հրապարակվում ու մեզ համար հասկանալի չի լինում, օրինակ, անձը չի նշանակվել այդ պաշտոնին զուտ նրա համար, որովհետեւ ունի բացասական եզրակացություն, թե ենթադրենք ինչ որ հարց ու պատասխանի փուլում իրեն ճիշտ չի դրսևորել, մասնագիտական սայթակումները թույլ տվել, թե չէ, միևնույն է այս սահմանափակումը դեռ ամբողջապես չի թողնի գնահատել համակարգի արդյունավետությունը, հատկապես, որ, ինչպես նշեցի, հանրային ռեսուրսներ են ծախսվում այս եզրակացության մշակման վրա։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է հանրային հետաքրքրություն եւ բարձր պատասխանատվություն ունեցող պաշտոնների հավակնող անձանց, վիճարկվում է այս մոտեցման համաչափությունը անձնական տվյալների պաշտպանության եւ հանրային շահի միջեւ։ Նախագիծը մշակելուց մենք շատ երկար քննարկում ենք ունեցել այս խնդրի շուրջ եւ ըստ էության նախագիծը այնպիսի տարբերակով է ներկայացել ազգային ժողով, որը մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում արդեն իսկ փորձել ենք նախագծի վերջնական տարբերակում հավասարակշռել այս խնդիրները ու ըստ էության մեր կարծիքով այստեղ համաչափության խնդիր չի առաջանում անձի անձնական տվյալների եւ հանրային հետաքրքրություն նշող հարցերի հրապարակման հետ կապված, քանի որ ըստ էության բարևարկության եզրափակիչ մասը չի պարունակում անձնական տվյալներ եւ այստեղ ֆիքսվում է ընդամենը դրական կամ բացասական լինելու հանգամանքը։ Միաժամանակ թեկնածուն հնարավորություն ունի պահանջելու, որ իր կողմից ներկայացված ապացուցողական տեղեկությունները հրապարակվեն եզրափակիչ մասի հետ միասին։ Անձը ըստ էության կարող է իրացնել իր լսված լինելու իրավունքը, ներկայացնել նաև համապատասխան գրավոր տեսքով առարկություններ, պարզաբանումներ ու նաև կարող է պահանջել, որ դրանք հրապարակվեն։ Այս մասում պիտի մենք առանձնահատուկ ուշադրություն դարձնենք երրորդ անձանց անձնական տվյալներին, եթե առարկության մեջ է ստուգում հանձնող անձի առարկության շրջանակներում շոշափվում են երրորդ անձանց մասին տեղեկատվություն, դրանց հրապարակման հարցը ոնց պիտի լինի։ Այս կարգավորումը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում բարևարկության ստուգում անցնող անձի համար։ Անձը կունենա գործիքակազմ իր տեսակետը ներկայացնելու եւ սխալ տեղեկությունների հրապարակումից խուսափելու համար։ Այս դեպքերում արտարացված է անձին նմանատիպ հնարավորություն տրամադրելը եւ մյուս կողմից հարկ է նկատի ունենալ, որ անձը նաեւ զերկված չէ իր առարկությունները նշանակող մարմիններին ներկայացնելուց եւ ըստ էության նշանակող մարմինը եւս այս ամբողջը դարձնելու է գնահատման առարկա։ Ոստի կարծում ենք, որ ընդհանուր առմամբ կարգավորումները իրենց ամբողջության մեջ լուծում են
հնարավոր ռիսկերը եւ հավասարակշռում են մի կողմից անձի իրավունքը եւ մյուս կողմից արդեն հանրային հետաքրքրությունը։ Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարկության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների հիման վրա նշանակում իրականացնող մարմինների գործունեության թափանցիկությունը, նպաստելով կոռուպցիայի կանխարգելման եւ բարեվարկության համակարգի ամրապնդման ռազմավարական նպատակների իրագործմանը։